Եղբայրներ քրեր Փառք Հիսուսին ամեն ինչի համար։ Մի կարճ իմ սրտի խոսքն էլ կասեմ, այսօր մենք սակադրություն ունենք։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք եղբայրներ քրեր, ժամանակը չի իրոք քնանալու, այլ իրոք ժամանակն է լուրջ ուշադրություն դարձնելու մեր ընթացքին։ Եղբայրներ քրեր, ասեմ, մեր մեջ կան մարդիկ, ես ինձ համոզված եմ, մարդիկ կան, որ վախենում են իրանց կյանքը հանձնեն Աստծուն։ Թե կլինի երիտասարդ։ Չէ, երիտասարդը մտածում է, որ հանկարծ իմ կյանքը սան մնացորդ հանձնեցի Աստծուն, Աստծո կամքը լինի, կարող է լավ չլինի կամ էս չլինի։ Թե ոչ թե երիտասարդ մենակ իրանք չափածներն էլ, ծերերն էլ վախում են, որ հանկարծ ծերեմ, որ մեծացա, մենակ մնացի, կամ ասենք ինձի ոնց որ ասած ահեն տալիս ասում են, որ դու Հիսուսին ընտրեցիր, Հիսուսին սիրտը տվեցիր, քո համար դժվար կլինի, բայց եղբայրներ քուրեր, ես ուզում եմ մի բանի մասին ձեզ հիշեցնել, օրինակ գրված է Սաղմոս 37-րդ Սաղմոսի մեջ 25 խոսքի մեջ Դավիթն ասում, ես ուզում եմ այդ տեղը կարդամ, 37-ի 25 խոսքը, սեք ինչ ասում, ասում եմ ես երեխայի և ծերացա և չտեսա արդարին երեսից թողված։ Դավիթն ասում է ես երեխայի ծերացա և չտեսա արդարին երեսից թողված։ Եվ ասում է հետաքրքիր է եղբայրներ քուրեր և ասում է նրա զավակին, որ հաց մուրա։ Դավիթ երեխա եղել, ծերացել է, չի տեսել, որ արդարը երեսից թողված լինի, կամ իր երեխեն, որ հաց մուրա։ Այսինքն Դավիթն էլ ասում է իր կյանքի մեջ, որ դու, որ ով մարդ Աստծո, իր խոսքը մեզ ասում է այն բանի մասին, դու որ մարդ Աստծո, դու որ հանձնվես Աստծուն, քո համար Աստված բարին է պատրաստել։ Եվ տեսեք եղբայրներ քուրեր, ես կուզեմ մի տեղ էլ կարդամ, որ գրված է Եսայի մարգարության մեջ։ Ասենք եսի 46-րդ գլխի մեջ տեսեք ինչ է գրում, 46-ի 3-րդ խոսքը կարդամ։ Ինձ լսեք, ով Հակոբի տուն, և Իսրայելի տան բոլոր մնացորդ, որ բնակված էիք մոր արգանդից ի վեր, բեռնված էիք մոր արգանդից ի վեր, և տարնում էիք որովայնից հետը, և մինչև ծերանալն էլ ես եմ, մինչև ալևորությունը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի, ես պիտի կրեմ, ես պիտի վեր առնեմ և ազատեմ, Փառք Հիսուսին։ Ասում եմ մինչև ծերանալն էլ ես եմ կրելու ձեզ։ Եվ հետաքրքիր աստեղ ասում է կարդացի, ասում է եւ ասում է որովայնից հետե, ասում է մինչև ծերանալն էլ։ Այսինքն փոքր հələ չծնված Աստվածը իմ ու քո համար մտածել է։ Եղբայրներ քուրեր, եւ ինքն է իմ համար, քո համար հոգս անում։ Եվ սա համար մի մտածի, քո կյանքը ընթացքը ամբողջովին հանձնի Աստծուն, եւ Աստծո ձեռքերի մեջ դու ապահովագրված պիտի լինես։ Հիշում եք եղբայրներ քուրեր, ես միտեղ հիշացնեմ Սուրբ գրքից այն հատվածը, օրինակ նայեք, եկան պատմեցին Տեր Հիսուսին, ասեցին, որ Պիղատոսը ոմանց սպանեց, զոհերի հետ խառնեց իրանց արյունը եւ աշտարակը փլվեց, ասեց Տեր Հիսուս, ասում է, գիտեք, նրանք ավելի մեղավոր էին, քան նրանք, որ ապրում են։ Այսինքն աշտարակը փլվեց 18 հոգի մարդ մահացավ։ Եկա պատմեցին, որ Պիղատոսը զոհ արել մարդկանց եւ իրանց արյունը խառնել է իր զոհերի հետ։ Ասում է, գիտեք, նրանք ավելի մեղավոր են, քան նրանք, որ կենթանին, ասես չէ, եթե չապաշխարեն, ամենքն էլ տենց կորելու են։ Այսինքն ստես մի բան ենք հասկանում Տիրոջ խոսքից, մարդու կյանքը ապահովագրվում է, երբ որ մարդը ապաշխարում է, իր սիրտը տալիս Աստծուն։ Եղբայրներ քույր, եւ դրա համար դու էլ մի վախեցի կյանքդ հանձնելու Աստծուց։ Գիտեք, եղբայրներ քույր, այսօր հաճախ տեսնում ենք, հաճախ մարդիկ վախենում են, որ հանկարծ իր երիտասարդը մտածում է, որ իր սիրտը տա Աստծուն։ Անմնացորդ, իր կամքը չլինի, իր այլ Աստծո ուզածը, մտածում է կարող շատ վատ լինի։ Չէ, եղբայրներ քույր, Դավիթը իր կյանքի մեջ հասկացել էր, որ երեխա էր, մեծացել է արդարի կյանքում։
նենց չի տեսել, որ ոնց ասած իր երեխեն հաց մուրա։ Եղբայրներ քույրեր, դրա համար թող Տերն օրհնի։ Ես կուզեմ միտեղ էլ կարդամ, որը գրված է 37 Սաղմոսի մեջ 37-37 խոսքը։ Իսկ արդարին մտի կարա եւ ուղին տես, այսպիսի մարդի վերջը խաղաղություն է։ Հետաքրքիր է Դավիթն է Սաղմոսի հեղինակը ինչ ասում, իսկ արդարին մտի կարա ուղին տես, այդպիսի մարդի վերջը խաղաղություն է։ Այսինքն դու մի վախեցի կյանքդ անմնացորդ հանձնելու Աստծուն։ Եղբայրներ քույրեր, թող Տերն օրհնի, որ դու եւ ես անմնացորդ հանձնվենք իրան, որտեվ իր կամքը քո կյանքի մեջ բարի է։ Ինքն է որ պահում է, եղբայրը խոսած, որ Աստծո պահապանությունը իմ ու քո կյանքի մեջ կա, ում կյանքում, ով որ Տիրոջ խոսքում գրված է, Աստծուն սիրողների համար ամեն բաները բարի գործակից են։ Եղբայրներ քույրեր, թող Տերը օրհնի, եւ ես կուզեմ Երկու օրինակ հիշացնել Սուրբ գրքից, տեսեք գրված է, ասենք Դավիթը իր կյանքի մեջ հասկացել էր եւ օրինակ նայում եք Ենովքը իր կյանքը անմնացորդ հանձնեց Աստծուն եւ քայլեց Աստծո հետ եւ այնքան հաճելի էր Աստծուն, Աստված չուզեց ինքը մահը տեսնի եւ իրան վերցրեց։ Եվ տենում ենք Սամվելը պատանին, երեխա մանուկ հասակից իր ծնողները հանձնեցին Աստծուն եւ ինքը իր կյանքը միջև վերջ Աստծուն ծառայեց։ Եվ տեսեք, եղբայրներ քույր Հեսուն էլ պատանի էր։ Իր ընթացքը, կյանքը խորանի մեջ սկսեց Աստծուն ծառայել եւ Աստված օրհնեց իր ընթացքը։ Եվ սա համար եղբայրներ քույրեր, իմ հորդորն այսօր մեզ բոլորիս՝ մի վախեցեք, հանձնվեք Աստծուն։ Մի վախեցեք ձեր կյանքը անմնացորդ նվիրելու Աստծուն, թե կլնես երիտասարդ, թե մեծ, թե ձեր իմացի քո կյանքը հսկվում է եւ դրա համար վստահի ամբողջովին իրան, ինքը լավ է պահում։ Աստծո, ինչպես Տիրոջ խոսքում գրված է, այն որ ասում են ժողովուրդն էլ Աստծո պահած, չէ, այն որ Աստված է պահում, գայլը չի տանում։ Այն որ Աստված է պահում, եղբայրներ քույր, ապահովագրված է եւ դրա համար Դավիթն ասում էր, իսկ արդարին մտի կարա եւ տես, այնպիսի մարդի վերջը լավ է։ Թող Տերն օրհնի եղբայրներ քույր, որ մենք մեր կյանքը հանձնենք Աստծուն եւ երբ որ հանձնենք, մեր կյանքի վերջն է լավ լինելու փառ Տիրոջը։ Ամեն։ Աղոթք անենք։